Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը արձագանքել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Վարդան Օսկանյանի վերջին կտրուկ հայտարարություններին։ Զարմանահրաշ հայտարարություններ են, որովհետև ճշմարտությունը հետևյալն է։ Այս ամբողջ գործընթացի ակունքներում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը։ Գյումրիի քաղաքագետները որոշ վերապահումներով դրական են գնահատում հայ-թուրքական վերջին արձանագրությունները։ Նմանատիպ պայմաններում, եթե երկար շարունակվի, Հայաստանը փակ սահմաններով փորձի զարգացում ապավել, վաղտեղուշ մենք կնմանվենք այս տարածաշրջանի կույրաղի կդառնանք։ Լրացուցիչ ևս հնարավորություն կլինի ելք ունենալ այլ ալտերնատիվ ճանապարհով վրաստական ճանապարհից զատ նաև Թուրքիա, որով մենք կարող ենք դուրս գալ Եվրոպա։ Նույնատիպ կարծիքի են տոնավաճառներում աշխատող առևտրականները։ Ժողովրդի 20-ից երևի 30%-ը Թուրքիայից ապրանքներ կբերեն վաճառելու։ Իսկ եթե դրանք գնան ավտոբուսներով, բանով, հետո գնացնելուց բացի ավելի էժան կլինի երևի։ Ապրանք ավելի երևի էժանանա։ Ժամանակը կորոշա։ Պետք է ապրես տեսնես։ Սուտ մատնության համար դատապարտված նախկին ազատամարտիկ Սարգիս Հացմանյանը բոլոր բարոյական եւ իրավական հիմքերն ունի մինչեւ այս տարվա վերջը համաներմամբ ազատ արձակվելու։ Այդպիսի կարծիք է Ամեկլուսին հայտնել Հացմանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու համաներումը այնուամենայնիվ չի կիրառվում, պարոն Ռևազյանն ասաց. Միգուցե համապատասխան պատկան մարմիններին այդ հարցով ինչի չի կիրառում, այդ հարցին ցել է շատ տանջում։ Քրեակատարողական հիվանդանոցում գտնվող մարտի 1-ի գործով դատապարտված Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Մեքայելյանի առողջական վիճակը ի հեճուկս պաշտոնական հայտարարությունների բավարար չէ, եւ նա կարիք ունի բուժվելու քաղաքացիական հիվանդանոցում, վստահ է Մեքայելյանի փաստաբան Հովիկ Արսենյանը։ Բեկորային վնասվածքներ ստացած, 1 տարուց ավելի գտնվելով կենտրոն քրեակատարողական հիմնարկում, կոպիտ ասած արևի երես չտեսած, այսպիսի հիվանդությունների պայմաններում, ինչպես եք դուք կարծում, որ դա հնարավոր է հենց թեկուզ այնտեղ այս պայմաններում լինի։